Բարի լույս։ Ես երբեք չեմ եղել տեխնոլոգիական կոնֆերանսի եւ բացարձակապես ոչինչ չեմ հասկանում տեխնոլոգիայից, բայց շատ ուրախ եմ այսօր այստեղ լինելու համար, որովհետեւ ես իրականում սա չեմ դիտում որպես տեխնոլոգիական միջոցառում կամ բիզնես կոնֆերանս։ Այս կոնֆերանսը եւ ձեզ հայրի նոր սերնդին ես դիտում եմ որպես կարևորագույն մաս մեր երկրի հաջողության, ապագայի համար, որովհետև ձեր ներեցությունն ու նորարարությունը պայծառ ապագայի բանալիներն են, կարծում եմ, որ Հայաստանի համար։ Վենչուրային կապիտալը հատկապես տեխնոլոգիայում այն կրակն է, որը կվառի եւ կվերացի Հայաստանը իդեալական գործարանի, երբ տեսնում եմ այսպիսի խումբ։ Տեսնում եմ ուսուցման նկատմամբ մոլուցկա։ Եվ ես կարող եմ տրամադրությունը, այն ինչ շատ լավատես է դարձնում մեր երկրի ապագայի նկատմամբ։ Ես տեսնում եմ ստարտափ մշակույթ եւ երիտասարդ խելացի ու հավակնոտ սերունդ մտավոր կարողություններով եւ մոտեցումով, որը շատ ավելի գերազանց է, քան իմ սերնդի հայերինը։ Իրականում կարծում եմ, որ իմ սերնդի հայերը բավականին հիասթափեցնող էին, շատ հուզիչ է ինձ համար, որ դուք հաջորդ սերունդը այդքան տարբեր եք իմ սերնդից, բայց ահա իմ խնդիրը։ Երբ Ալիքին ինձ խնդրեց ելույթ ունենալ կոնֆերանսում, ես անմիջապես ասացի նրան, որ բացարձակապես ոչինչ չգիտեմ տեխնոլոգիայից։ Նա ասաց, որ կարող ես խոսել։ Ինչի մասին կցանկանաս։ Այնպես որ իրականում միակ որակավորումը ձեզ հետ խոսելու համար այն է, որ ես ստացել եմ որոշակի փորձ կատարելով շատ սխալներ իմ կարիերայում։ Գիտեք, ասում են, որ լավ դատողությունը գալիս է փորձից, իսկ փորձը գալիս է վատ դատողությունից։ Այնպես, որ մինչև ստանում էի փորձ, իրականացնելով շատ վատ դատողություն, ինձ բախտ վիճակվեց հանդիպել Քրք Քրքորյանին եւ ավելի մեծ բախտ ունեցա երբ նա խնդրեց ինձ աշխատել իր համար, սկսվեց նրանով, որ ես կատարում էի որոշ հարկային պլանավորում նրա համար, ապա գնում եւ վաճառում ընկերություններ, հետո ղեկավարեցի MGM-ը Լաս Վեգասում եւ վերջապես ղեկավարեցի Լոս Անջելեսում MGM-ը կինոստուդիան։ Եվ ես սովորեցի մի քանի հիանալի դասեր եւ բիզնես դասեր եւ կյանքի դասեր։ Բիզնես դասերը շատ արժեքավոր էին, բայց կյանքի դասերն էլ էին անգին։ Իհարկե ժամանակ չկա բոլորը նշելու համար, ուստի ես պարզապես ընթել եմ մի քանիսը։ Եկեք սկսենք կյանքի դասերից։ Ես սովորեցի նրանից, որ բնավորությունը կարևոր է։ Բնավորությունն այն է, թե ով ես դու։ Բնավորությունն այն է, թե ինչ ես անում, երբ քեզ ոչ ոք չի տեսնում։ Քրքն ուներ ուժեղ բնավորություն։ Մի անգամ նա խնդրեց ինձ վաճառել Desert հյուրանոցը Լաս Վեգասի շրջանում։ Վարդի վստահված անձն ինձ ծանոթացրեց Չապոնական խմբի հետ, ես հանդիպեցի նրանց հետ, մենք բանակցեցինք ու համաձայնեցինք գնի շուրջ, պատրաստվում էինք հանդիպել հաջորդ շաբաթ եւ սկսել փաստաթղթավորել գործարկս։ Մի քանի ժամ անց ես զանգ ստացա Fortune ընկերությունից, որն առաջարկում էր մի քանի միլիոն դոլար ավել շատ ավելի մեծ գումար, այնպես որ զանգահարեցի կրկին եւ բացատրեցի իրավիճակը նրան եւ նա ասաց. Դու խոսք տվել ես չափոնացիներին։ Ես ասացի մենք չունենք ոչինչ գրավոր եւ նա ասաց ես չհարցրեցի քեզ ինչ որ բան ունեք գրավոր։ Դու խոսք տվել ես ճապոնացիներին։ Ես ասացի դե ենթադրում եմ որ այո եւ նա ասաց ինչու ես զանգահարել ինձ։ Այս պատմության բարոյախոսությունն այն է, որ նրա համբավը վաճառքի ենթակա չէր ոչ մի գինո, անկախ նրանից թե որքան բարձր էր առաջարկը։ Ինչպես բոլորդ հավանաբար գիտեք։ Քրքը բարեգործական մարդ էր, բացի նրանից ինչ նա նվիրաբերեց։ Իր կյանքի ընթացքում նրա կարողության 100%-ը գնաց բարեգործության։ Եվ ես սովորեցի մի քանի դասեր նրանից։ Բարեգործության մասին առաջին դասն այն է, որ բարեգործությունը միակողմանի փողոց էր։ Տալիս ես առանց որևէ բան ակնկալելու կամ ստանալու փոխարենը։ Երբ ես դեռ շատ երիտասարդ էի, չգիտեի, որ հիմար հարցեր չեն տալիս։ Խոսում էի Կրքորյանի հետ։ Մի օր հարցրեցի նրան Կրքը. Դու այդքան շատ գումար ես տալիս, եւ մարդիկ ուզում են ճանաչել քեզ եւ քո անունով կոչել շենքեր։ Ինչու դու երբեք չես ընդունում նա։
Նա ասաց, որովհետև եթե ես ստանամ որևէ ճանաչում փոխարենը, դա այլևս չի լինի բարեգործություն, այլ գործարք։ Երկրորդ բանը, ես սովորեցի նրանից բարեգործության մասին, ներյատվությունը պետք է այնքան մեծ լինի, որպեսզի փոփոխություն առաջացնի։ Ինձ համար շատ ավելի դժվար էր նրանից խնդրել $50,000, ասենք հետազոտական նախագծի համար, կան խնդրել նրան 20 միլիոն կամ 50 միլիոն կրթության կամ առողջապահության կամ տներ կառուցելու համար Գյումրիում։ Հետո նրա առաջին հարցը ինձ միշտ նույնն էր, համոզված ես, որ դա բավարար է։ Այսպիսով նրա հետաքրքրությունը գրավելու համար այն պետք է մեծ լիներ, պետք է իմաստալից լիներ և պետք է տարբերություն առաջացներ։ Նա չէր սիրում փոքր բաներով զբաղվել, անելով մի փոքր բան այստեղ և մեկ այլ փոքր բան այնտեղ, և ինչպես կտեսնեք հետո, նույն տեսությունը կիրառելի է նրա բիզնեսում։ Ներողություն, ես նաև սովորեցի նրանից, որ ժամանակն ավելի արժեքավոր է, քան փողը։ Նա ինձ զանգահարում էր գիշերը և ասում էր, որ կամ փող պետք է վճարեմ, որ վաղը չներկայանամ ցուցմունքի, կամ նա կարգավորում էր մի գործ, որը մենք պատրաստվում էինք հաղթել։ Եվ ես ասում էի նրան, ինչու ես միլիոնավոր դոլարներ վճարում գործը կարգավորելու համար, որը մենք պատրաստվում ենք հաղթել։ Եվ նա ասում էր, որովհետև ես չեմ ուզում իմ կյանքի հաջորդ 5 տարիները անցկացնել ցուցմունքներ տալով, փաստաբանների հետ խոսելով, դատարան գնալով։ Նա ասում էր, ժամանակն ավելին է, կամ փողը։ Այն ժամանակ դա իմաստ չուներ ինձ համար, բայց հիմա ես բավականաչափ տարիքով եմ, որ հասկանամ։ Վերջապես ես սովորեցի նրանից համեստ լինելու կարևորությունը, և ես GM ստուդիաներում էի։ 6 տարի մենք արտադրեցինք մոտավորապես 150 ֆիլմ։ Գրքը կարող էր գալ դիտման սրահ Աթոնի ստուդիայում և դիտել այդ ֆիլմերից ցանկացածը։ Անվճար շնորհակալություն։ Բայց փոխարենը նա երբեք չեկավ այդպես։ Նա գնում էր կինոթատրոն, ինչպես բոլորը շաբաթ երեկոյան, նա կանգնում էր հերթում, գնում Թոմսը և դիտում էր ֆիլմերը, որոնք իրենն են։ Այս պատմության բարոյախոսությունն այն է, որ մի օգտագործիր քո ուժը ինչ-որ աննշան բանի համար, այն քեզ փոքր է դարձնում։ Եվ կրքը վերաբերվում էր բոլորի նույն կերպ, անկախ նրանց դիրքից։ Մենք թենիս էինք խաղում Desert հյուրանոցում, և երբեմն Ռոբերտ Ռեդֆորդը հայտնվում էր տենիս խաղալու։ Եվ մի օր Ռոբերտ Ռեդֆորդն ասաց մարզչին. շատ կուզենայի հանդիպել կրկ կրքորյանին։ Մի օր դե պարզվեց, որ կրքը եկավ տենիս խաղալու հաջորդ օրը, մարզիչը ծանոթացրեց նրանց։ Մի քանի րոպե անց Ռոբերտ Ռեդֆորդը մտավ թենիսի դաշտ, իր գլուխը կախած, լիովին հուսահատված, և մարզիչն ասաց. ինչ է պատահել, իսկ Ռեդֆորդն ասաց. նա չճանաչեց ինձ, նա չընդունեց այն փաստը, ես մեծ Ռոբերտ Ռեդֆորդն եմ։ Իսկ թենիսի մարզիչն ասաց. դու չես հասկանում կրքը, քեզ հետ կվարվի ճիշտ նույն կերպ, ինչպես նա կվարվիր, այն գրագրի հետ սեղանի մոտ։ Սրանք իմ կյանքի դասերից մի քանիսը, որ ես սովորեցի կրքից։ Ակնհայտորեն բարոյական օրինակի ուժը կարող է շատ ավելի մեծ լինել, քան փողի ուժը։ Այժմ բիզնես դասերի մասին։ Առաջին բանը, որ նա սովորեցրեց ինձ, երբ սկսեցի աշխատել նրա մոտ, այն էր. երբեք մի ընդունիր բիզնես խորհուրդներ փաստաբանից, քարթես թե վիրավորեցի։ Լսարանում գտնվող մի քանի փաստաբանների, ես ներողություն եմ խնդրում։ Նա ասաց հասկացիր օրենքը, բայց կայացրու քո սեփական որոշումները։ Բայց շատ կարևոր է, որ սովորեցի համակարգ 1-ի և համակարգ 2-ի միջև տարբերությունը։ Թույլ տվեք բացատրել։ Սա գալիս է մտածել արագ և դանդաղ գրքից, հեղինակ հոգեբան Դանիել Կանեման։ Համակարգ 1 մտածողությունն արագ է, ննազդային, հուզական և անգիտակցական։ Հարց է առաջանում, և դու արձագանքում ես, և որոշում ես կայացնում անմիջապես։ Մյուս կողմից, համակարգ 2 մտածողությունը
դանդաղ է, մտածված, շատ հաշվարկված դրամաբանական և շատ գիտակցված։ Հարց կա, ժամանակ ես տրամադրում օրեր, որ հաշվի առնելու բոլոր հնարավոր հետևանքները նախքան որոշում կայացնելը։ Հիմա ինչպես կարող եք պատկերացնել, համակարգ մեկ ձևը կարող է հանգեցնել շատ սխալներ գործելու։ Ես գիտեմ, որովհետև ես ավելի շատ սխալներ եմ գործել, քանի մարդար բաժիններ։ Օգտագործելով համակարգ մեկ մտածողությունը, ուզեի ավելի վաղ իմանայի այս գրքի մասին, բայց հիմա ես հասկանում եմ, թե ինչու եմ այդքան շատ սխալ բիզնես որոշումներ կայացրել, կամ կցանկանայի, որ ես կրկին ավելի վաղ հանդիպած լինեի, քանի որ շատ տասնամյակներ առաջ, նախքան այս գիրքը գրվելը, Քրքն արդեն տիրապետել էր համակարգ երկու մտածողությանը։ Իհարկե նա նույնիսկ չգիտեր, որ այդ գիրքը գոյություն ունի, բայց սա է պատճառը, որ նա տեսնում էր հարցի բոլոր կողմերը և տեսնում էր, թե ինչպես կոնկրետ որոշումը կազդի մնացած ամեն ինչի և բոլորի վրա, և այս է պատճառը, որ նա կարողանում էր տեսնել բոլոր կողմերը։ Նա շատ ժամանակ էր ծախսում, մտածելով մտածված և կենտրոնացած, և ես միշտ զարմանում էի, թե ինչպես էր նա միշտ գալիս ճիշտ պատասխանին։ Մենք ունենում էինք հանդիպում քննարկելու համար մի հարց, և դա սովորաբար կավարտվեր նրանով, որ նա կասեր գնանք գնելու, կքննարկենք այն վաղը։ Եվ զարմանալի էր, թե որքան ավելի պարզ էինք տեսնում ամեն ինչ հաջորդ օրը։ Հաճախ ես զարմանում էի, ինչու է նա կայացրել որոշակի որոշում, որն ինձ թվում էր լիովին խելագարը, և հետո մի քանի ամիս անց պարզ կդառնար, որ նա կայացրել էր միակ ճիշտ որոշումը։ Ես կորցրեցի հաշիվը, թե քանի անգամ ես ինձ հիմար զգացի, որ չեմ կարողացել դա ինքս հասկանալ, բայց հետո էլի ես հակառակվում էի Գրգորյանին։ Շատ տարիներ առաջ, նախքան ես կսկսի աշխատել նրա համար, գրքը ներգրաված էր մի մեծ բանակցության մեջ, նրա բոլոր բանակցությունները մեծ էին, և նա պետք էր կայացներ որոշում շատ նշանակալից, որոշում տեղում։ Նա ներողություն խնդրեց հանդիպումից, իջավ վերելակովը, շրջեց շենքի շուրջը 3 անգամ, վերադարձավ և հայտնեց որոշումը, համակարգ երկու մտածողություն։ Այսպիսով նա սովորեցրեց ինձ կենտրոնանալ, չքորձել անել ամեն ինչ, անել շատ քիչ բաներ, բայց անել դրանք շատ լավ։ Նոր սերնդի զգուշացումն այն է, որ բազմաառաջադրանքայնությունը լիովին գերագնահատված է։ Լազերային կենտրոնացումը հսկայական մրցակցային առավելություն է, հատկապես եթե ցանկանում ես օգտագործել համակարգ երկու մտածողությունը։ Ես սովորեցի նրանից բանակցության ժամանակ երբեք չվերցնել վերջին դոլարը սեղանից։ Երբ ես հարցրեցի նրան, թե ինչու, նա ասաց, որովհետև դու կրկին կտեսնես բոլոր այս մարդկանց քո կյանքում։ Մի անգամ նա հանձնարարեց ինձ շատ նուրբ առաջադրանք աշխատանքից ազատել իր ընկերություններից մեկի գլխավոր տնօրենին։ Ես հանդիպեցի գլխավոր գործադիր տնօրենի և նրա փաստաբանի հետ և բանակցեցի կարգավորման շուրջ, և բոլորը գոհ էին։ 2 օր անց Քրքը զանգահարեց ինձ, ասաց դու կարգավորել ես գործը։ Ես ասացի այո։ Նա հարցրեց, որ կանես վճարել նրան։ Ես ասացի, և նա ասաց դա բավարար չէ։ Ասացի գլխավոր տնօրենը և փաստաբանը երջանիկ են եղել, և նա ասաց ինձ չի հետաքրքրում, ես երջանիկ չեմ, գնա հետ և թույր նրան ավելի շատ շռել։ Այսպիսով ես արեցի դա։ Ես նաև սովորեցի, որ դու պետք է վստահ լինես և մեծ գործեր կատարես, կամ ոչ մի բան չանես։ Եվ Կրքն ուներ առատ վստահություն։ Կրկին այն վաղ ժամանակներից մեկում, երբ ես երիտասարդ էի և միամիտ չգիտեի լավ հարցեր տալ, մի օր ես ասացի Քրք գիտես դա մի տեսակ հանրային իմաստություն է, դպրոցում սովորեցնում են, որ պետք է բազմազանեցնես քո ներդրումները։ Սակայն ես տեսնում եմ, որ քո ողջ կարողությունը կապված է 2 ընկերությունների հետ և առանց մտածելու։ Նա ասաց ինձ. Ալեքս, բազմազանեցումն այն մարդկանց համար է, ովքեր վստահ չեն, թե ինչ են անում։ Ցանկանում եմ, որ ունենայի այդպիսի վստահություն։ Բայց Քրքի վստահության վերջնական պատմությունն այն է, երբ նա հակադրվեց Հովարդ Հյուզին 60-ականների վերջում,
Կրկը կառուցում էր International հյուրանոցը Լաս Վեգասում, որն այդ ժամանակ աշխարհի ամենամեծ հյուրանոցն էր։ Հովարդ Հյուզը տիրում էր 7 այլ ձեռնարկությունների այդ տարածքում, եւ նա չէր ուզում, որ քրքը կառուցի այն։ Ներողություն։ Այսպիսով Հովարդ Հյուզը գրեց մի շատ երկարաձիգ ձեռագիր հրահանգներ իր աջ ձեռքին, ինչպես վախեցնել կրքին եւ ինչպես ճնշել նրան չկառուցելու International հյուրանոցը։ Ես իրականում կարդացել եմ նամակները, եւ Հովարդը շատ հզոր մարդ էր այդ ժամանակ, եւ կրքը երբեք չնկրկեց։ Եվ Հովարդը հետագայում նշել էր, որ Քրկ Կրկորյանը միակ մարդն է, որին ես երբեք չեմ կարողացել ոչ քնել, ոչ կոտրել։ Ես սովորեցի, որ առողջ բանականությունը այդքան էլ տարածված չէ։ Քրքը չուներ ֆորմալ կրթություն, բայց նա ուներ ամենաշատ առողջ բանականությունը, որի ես երբևէ հանդիպել եմ։ Դու չես կարող սովորել այն, չես կարող պատճառել այն, եւ դուք չեք կարող գնել այն, կամ ունեք այն, կամ ոչ, իսկ Քրկն ուներ դրանից շատ։ Նրա առողջ դատողությունը շատ ավելի արժեքավոր էր, քան Ivy League-ի համալսարանի դիպլոմը։ Գիտեք, ինձ երկար ժամանակ պահանջվեց, բայց ես վերջապես հասկացա դա։ Մյուսները գիտեին ինչը որտեղ է երբը եւ ինչպես է, բայց Քրքը գիտե ինչում։ Այդ ժամանակ ես գիտակցեցի, որ աշխարհը լի է մարդկանցով, ովքեր գիտեն ամեն ինչ, բայց ոչինչ չեն հասկանում։ Ես սովորեցի, որ ամենակարևորը հացն է, ինչու՞մ։ Եթե դուք գիտեք ինչպես է, դուք միշտ կունենաք աշխատանք, բայց եթե դուք գիտեք ինչու՞մ, դուք կլինեք ղեկավարը։ Վերջապես ես չգիտեմ կամ վստահ չեմ խոսքերը երբեք ընդունելի պատասխաններ չէին կրքի համար։ Այսպիսով ես պետք է սովորեիր գերազանցության իսկական իմաստը ներառյալ, նախատեսել բոլոր հնարավոր հարցերը եւ իսկապես իմանալ ճիշտ պատասխանները։ Եվ ես շատ անգամներ սխալվել եմ։ Ես միշտ դուրս էի իմ հարմարավետության գոտուց, որտեղ ողջ առաջընթացն է տեղի ունենում։ Եթե դուք ձեր հարմարավետության գոտում եք, դուք իրականում ոչինչ չեք ձեռք բերում։ Ես սովորեցի, որ գերազանցությունը բառացիորեն նշանակում է տրամադրել մի բան, որը լավագույն է, ոչ թե պարզապես մի բան, որը լավ է, կան մեծամասնությունը։ Դուք պետք է հասկանաք տարբերությունը բավարարի եւ գերազանցի միջեւ, եւ դուք պարզապես չեք կարող փողը զիջման գնալ։ Այնպես որ լինի դա կրքի հետ, թե ընդհանրապես այս կաթաղի մրցակցային աշխարհում բավականաչափ լավը պարզապես բավականաչափ լավ չէ, գերազանցության հասնելու համար դուք պետք է ավելի շատ հոգ տանեք, քան ուրիշները կարծում են խելամիտ է։ Դուք պետք է ավելի շատ ռիսկի դիմեք, քան ուրիշները կարծում են անվտանգ է, եւ դուք պետք է ավելի շատ երազեք, քան ուրիշները կարծում են գործնական է։ Եվ գերազանցության հասնելու համար վերաբերմունքն ու մոտիվացիան շատ ավելի կարևոր են, քան IQ-ն։ Խնդիրն այն է, որ ճիշտ ինչպես առողջ դատողությունը դուք չեք կարող գնել այն, չեք կարող սովորել այն եւ չեք կարող պատճենել այն, կամ դուք ունեք ճիշտ վերաբերմունք եւ մոտիվացիա, կամ ոչ։ Գիտեք, այս աշխարհում կան 3 տեսակի մարդիկ։ Նրանք, ովքեր իրադարձություններ են ստեղծում, նրանք, ովքեր հետևում են իրադարձություններին, եւ նրանք, ովքեր զարմանում են, թե ինչ պատահեց։ Դուք պետք է որոշեք, թե որ կատեգորիայում եք ցանկանում լինել, եւ մինչ դուք որոշում եք հիշել, որ համբավ ձեռք են բերում անելով այն ինչը չի կարող արվել, եւ իրականում անելով դա։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է բարձրացնել իրեն դեպի արտասովոր մարդկանց շարքերը, քանի որ հաջողությունը պատահականության հարց չէ, այլ ընտրության հարց։ Այժմ, քանի որ վերաբերմունքն ու մոտիվացիան այդքան կարևոր են եւ միևնույն ժամանակ չեն կարող սովորեցվել, ես ցանկանում եմ ձեզ թողնել այս պատմությունը։ Կար մի ատարձագործ, ով պատրաստ էր թոշակի անցնել, եւ նա ասաց իր գործատվին կամ հապալարվին իր հեռանալու եւ
կնոջ հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու ծրագրերի մասին վայելելով իր թորնիկին, նա իսկապես շատ հիազանց աշխատակից էր, այնպես, որ կապալառումը շատ ցավում էր նրա հեռանալու համար և խնդրեց նրան, որ խնդրում է կառուցել ընդամենը ևս մեկ տուն, որպես անձնական բարեհաճություն կապոլարվին։ Այսպիսով ատարձագործը դժկամությամբ համաձայնեց, բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ նրա սիրտը աշխատանքի մեջ չէր։ Նա անուշադիր աշխատեց և օգտագործեց ծածրորակ նյութեր։ Դա իսկապես վատ ձև էր ավարտելու մի շատ նվիրված կարիերա։ Երբ աշխատանքն ավարտվեց, գործատուն եկավ տեսնելու տունը և դռան բանալին հանձնեց ատարձագործին։ «Սա քո տունն է», ասաց նա, «Իմ նվերը քեզ»։ Ատարձագործը ցնցված էր։ Ինչպիսի ամոթ։ Եթե նա միայն իմանար, որ կառուցում է իր սեփական տունը, նա շատ ավելի լավ աշխատանք կաներ։ Եվ այդպես է նաև մեզ հետ։ Մենք կառուցում ենք մեր կյանքը օր առ օր, հաճախ դնելով ավելի քիչը շինարարության մեջ։ Հետո ցնցումով գիտակցում ենք, որ մենք պետք է ապրենք այն տանը, որը հեծնոր ենք կառուցել։ Եթե մենք կարողանայինք ամեն ինչ նորից անել, մենք այն շատ տարբեր կերպ կանեինք, բայց մենք չենք կարող հետ գնալ։ Դուք եք ատաղձագործը ձեր վերաբերմունքը և այսօրվա ընտրությունները կկառուցեն այն տունը, որում կապրեք վաղը։ Ահա, խնդրում եմ, իմաստուն կառուցեք։ Շնորհակալություն, շնորհակալություն։